Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին եւ քննարկել ամենահետաքրքիր եւ արդիական թեմաները։ Այսօր հյուրընկալել ենք տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Յոլչյանին։ Պարոն Յոլչյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու եւ մեր զրույցին միանալու համար։ Ընտրել ենք մի շատ հետաքրքիր եւ արդիական թեմա, խոսելու ենք ռոբոտաշինության զարգացման հնարավորություններից Հայաստանի Հանրապետությունում, առանձին լաբորատորիաներից, որքանով է առհասարակ այս ոլորտը ինտեգրված ամենատարբեր կենսագործունեության ոլորտներին եւ այլն։ Երբ խոսում ենք ռոբոտաշինությունից, տպավորություն է, որ նկատի ենք ունենում մետաղական մարդանման ինչ-որ կառուցվածք ունեցող մարմին կամ նյութ, որը ինչ-որ ֆունկցիաներ է իրականացնում եւ շատ հաճախ ես հասկանում եմ, որ հաճախ այս ոլորտից խոսելուց մենք այնպես ենք խոսում, որ դա շատ հեռավոր ապագա է։ Բայց աշխարհում զարգացման միտումները ցույց են տալի, որ դրանք ամենապրակտիկ, ամենաարագ զարգացող ոլորտներն են, ընդ որում դրանք ինտեգրված են ամենատարբեր երկրներում, ամենատարբեր ոլորտներին՝ գյուղատնտեսություն, պաշտպանություն, արդյունաբերություն եւ այլն։ Ես կուզեմ, որ մենք առաջինը սկսենք խոսել, թե առհասարակ Հայաստանում ռոբոտաշինության այս էկոհամակարգը գոյություն ունի, թե չէ, եթե կա, ինչպիսին է դա, ու որքանով է դա ինտեգրված ամենատարբեր ոլորտներում։ Շնորհակալություն հրավերքի համար նախ։ Ասեմ, որ Հայաստանը վաղուց ինքը գտնվում է նման կարգի ուսումնասիրությունների, մշակումների, ինչու՞ չէ նաև արտադրության կիզակետում եւ պետք է ասենք, որ Հայաստանը դասվում է այն երկրների, դասվել է եւ հիմա էլ իր իրավունքն է հաստատում այն երկրների դասին, որոնք եղել են եւ որտեղ ավանդություն է եղել ռոբոտաշինության, ավտոմատ կառավարման համակարգերի ծրագրավորման, ընդհանուր առմամբ այսպես կոչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Դեռևս նախկին խորհրդային համակարգում Հայաստանում շատ լուրջ հիմքեր են եղել եւ մեծ ոլորտ է զարգացել, ավելի քան 60% արտադրության, ինտենսիվ արտադրության եղել է ռազմականացված։ Ինչու եմ սա շեշտում, քանի որ այդ ոլորտը այն ժամանակ առավել առաջադեմ, առավել պրոգրեսիվ ոլորտն է եղել եւ լավագույն նմուշներն ու առաջընթացները գրանցվել են այդ ոլորտում։ Ակնհայտ է, որ նոր տնտեսակարգի պայմաններում հին կապերը հիմնականում մեծամասամբ չգործեցին եւ այդ ոլորտը, որը ինքնուրույն չէր կարող գործել, ունեցավ հայտնի եւ այսպես այսօրվա իրավիճակին առավել մոտիկ եւ սպասելի իրավիճակին, բայց պետք է ասենք, որ ճիշտ է համակարգը հսկայական չկա, բայց իրավիճակը եւ ժամանակը իր շեշտադրումներն է դրել եւ ներկայումս Հայաստանում մենք նկատում ենք եւ ուրախ եմ, որ միայն մենք չենք նկատում, կա բավականաչափ զգալի աշխուժացում, տեղաշարժեր ոլորտի վերականգնման, ոլորտի ավանդույթների շարունակության, նորովի մեկնաբանության եւ կատարման ուղղություններով։ Ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի համար ավելի քան մոտ 15 տարի համարվել է ռազմավարական զարգացման ուղղությունը եւ ակնհայտորեն մենք այսօր իհարկե 10-15 տարվա մեջ ունենք որոշակի արդյունքներ եւ աճող արդյունքներ։ Դրա մասն է վկայում Հայաստանում հատկապես վերջին տարիներս մեծ ուշադրություն գրավող ցուցահանդեսները, համաժողովները, մեր ընկերությունների ցանկը լրացնող միջազգային համագործակցող օղակները եւ առհասարակ հասարակությունը, որը իսկապես արդեն ընդունում է այդ օղակը որպես այնպեսին, ինչպեսին ցանկալի է։ Ես կուզեմ հատուկ նշել արմատ կրթական այդ համակարգը, նման հարակից այլ օղակներ, որոնք գործում են առանձին խմբակներով, Հայաստանում կա ԱԹՍ-ների, ռոբոտների, էլեկտրոնիկայի ծրագրավորման առանձին խմբակներ, որոնք շատ ուրախալի է դպրոցական հասակի երեխաների համար են նախատեսված։ Դրանք շատ կարևոր ուրեմն ռեսուրս են
մտավոր ռեսուրս է, վաղվա մեր ապագայի եւ այսօրվա մեր ներկայի համար եւ իհարկե մեր Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի գործընթացների դինամիկայով կարող եմ նաեւ վկայել, որ մենք այդ ամենը զգում ենք եւ տեսնում ենք, ակնհայտորեն նաեւ ունենք մեր լուրջ պատասխանատվություն այդ ամենի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ռոբոտ հասկացությանը, ռոբոտը այո, ֆիլմերի մեջ կա ինչ-որ մեկը մեխանիկական ձեռքով ոտով շարժում է եւ այլն, բայց ռոբոտ մենք կարող ենք դիտում ենք ցանկացած սարք, որը կարող է կատարել ինչ-որ մի աշխատանք ինքնաշխատ, ավտոմատ, ուրեմն աշխատանք, որոշակի ֆունկցիաներ կատարի եւ դա մարդու փոխարեն է կատարում եւ անում է այնպես, ինչպես մարդը կկատարեր։ Այդ մոտարապես այդպիսի ձևակերպումով սարքը համարվում է ռոբոտ։ Իհարկե ռոբոտ համակարգ, ոչ սարք։ Համակարգը մի փոքր տարբերում է սարքից, համակարգը բաղկացած է առանձին սարքերից եւ նախատեսված է սարքերի աշխատանքը կազմակերպելու որոշակի օրինաչափությամբ խնդիրը իրագործելու համար։ Ինքը պետք է ապահովի ինքնաշխատ ուրեմն գործողությունը, իսկ սարքը սովորաբար դիտվում է որպես ոչ այդպեսին։ Իսկ համակարգը ինքը արդեն կարելի է դիտել որպես ռոբոտ։ Ուստի ցանկացած համակարգ, որի մեջ աշխատում է ինքնաշխատ ծրագիր եւ ներգրավում է տարբեր ձևի սարքեր, այդ համակարգը կարելի դիտել որպես այդպիսի համակարգը կարելի դիտել որպես ռոբոտ համակարգ։ Առանձնապես մասնագիտական ոլորտում այդ հարցի վերաբերյալ շատ չեն կենտրոնանում, որովհետեւ էականը անվանումը չի, այլ այն ամենը, ինչ որ ինքը կատարում է իրեն մեջ դրված բանը։ Ես կարծում եմ, որ ներկայումս Հայաստանում շատ լավ պայմաններ է ստեղծվել եւ ստեղծում է իրական ռեալ մրցակցային իրավիճակ եւ կարծում եմ process-ը դինամիկան կտանի ավելի այսպես իրավիճակի ջերմությանը, ջերմաստիճանի բարձրացման, որը իհարկե պայմանավորված է աշխարհում տեղ ունեցող լուրջ տեղաշարժերի հետ կապված։ Աշխարհի ուրեմն շատ լուրջ փոփոխություններ կան, տեխնոլոգիական փոփոխություններ կան, դեմոգրաֆիական փոփոխություններ կան, սոցիոլոգիական, հասարակական բնույթի տեղաշարժեր կան, որոնք ստիպված են վերանայել իրենց ավանդական արժեհամակարգը, հաշվի առնելով թվարկած այդ հարցերի ուրեմն առաջընթացի հետ։ Մասնավորապես բարեկեցության հարցը, որը շատ-շատերիս հետաքրքրում է, գնահատման կարևոր ազդակներից մեկը դիտում են ցուցիչներից մեկը դիտում են այն, որ մեկ միավոր 1000 բնակչին ընկնող տեսանկյունից քանի ՏՏ ոլորտի աշխատակից կա տվյալ երկրում։ Ենթադրելով, որ այդ ոլորտը շատ արագ դինամիկ զարգանում է եւ ըստ էության դրա եւ բնականաբար նաեւ ֆինանսապես նրանք բավականաչափ ապահովված են եւ դիտում են որպես շատ լուրջ կայուն դինամիկա ունեցող միջին խավ, իսկ այսօրվա հասարակագիտական գնահատումների մեջ հիմնական ծանրությունը դիտվում է եւ ուսումնասիրության կենտրոնում գտնվում է միջին խավը, ապա կարող ենք ասել, որ ՏՏ-ի մասնագետները միջազգային հիմնականում այդպիսի ոլորտում դիտվում է հենց որպես հասարակության զարգացման եւ բարեկեցության հիմնական ցուցիչ։ Այդ առումով մեր երկրում իհարկե գնահատականները կարծում եմ շատ մոտավոր են։ Ես անկեղծ ասած չեմ հանդիպել մեր երկրում գնահատական, թե որքան ՏՏ ոլորտի աշխատող ունենք եւ դա ինչպես է անդրադառնում, ասենք միջին խավի ձևավորման կամ գնահատականների վրա։ Բայց կարող ենք միանշանակ ասել նաեւ մեր ծանոթների, մեր առօրյա այսպես հապճեպ կատարված հարցումների միջոցով, որ այո, մեր հասարակության մեջ աստիճանաբար շատ այսպես հաստատուն քայլերով այդ շերտը հասարակության սկսում է գրավել իր կայուն արժանի տեղը, որը նույնիսկ անգամ սկսում է համեմատվել, համադրվել միջազգային չափանիշների եւ ուրեմն գնահատականների մակարդակում։ Երբ խոսում ենք ռոբոտաշինությունից եւ դրանց
դերը փորձում ենք հասկանալ ամենատարբեր ոլորտներում։ Առաջին ու ինչի է դա կարևոր, որտեղ առաջին դա հեշտացնում է աշխատանքը, երկրորդ բարձրացնում է արդյունքները տվյալ աշխատանքի, ավելի պրակտիկ է դարձնում որոշակի process-ներ եւ այլն։ Ես Հայաստանի Հանրապետությունում ըստ էության առաջնահերթությունների մեջ ամենաառաջնային ոլորտներից են, որոնք զարգանում են, կարևոր են տնտեսության մեջ կարևորագույն տեղ են զբաղեցնում եւ ոչ միայն տնտեսության, այլ երկրի համար դա պաշտպանության համակարգն է, գյուղատնտեսությունն է, արդյունաբերությունն է եւ այլն։ Երբ լսում եմ այս ոլորտներում ամենատարբեր խնդիրների մասին, օրինակ, եթե խոսում ենք գյուղատնտեսությունից, մշտապես առկա են մի շարք բացեր խնդիրներ, հողի ոչ ճիշտ ոռոգում, ջրային ռեսուրսների պակաս ու նմանատիպ շատ խնդիրներ։ Ու նաև երբ նայում եմ մի շարք երկրներ օրինակներին ու տեսնում եմ, թե ինչքան արագ եւ հեշտ է լուծվում այս խնդիրները այլ երկրներում, հենց ռոբոտային որոշակի սարքավորումների կամ համակարգերի, այսպես ասած, ինչպես դուք ասեցիք, ներդրմամբ դա շատ արագ է ստացվում։ Օրինակ, smart այգիներ, որտեղ սենսորների միջոցով չափում են հողի խոնավությունը, ջրային ռեսուրսները մատակարարում են այնքան, որքան անհրաժեշտ է, ոչ շատ եւ ոչ քիչ։ Դրանից բերքատվությունն է ավելանում, մարդկային գործոնը նվազում է, ինչը բերում է որոշակի գործողությունների ավելի ճշգրիտ լինելուն եւ այլն։ Այսինքն մարդուն միայն մնում է բացառապես կառավարել, սովորել կառավարել այդ համակարգը։ Կամ օրինակ այլ հիմնախնդիրներից ես անընդհատ լսում եմ, դիցուք օրինակ Սևանի հետ կապված ջրի աղտոտվածություն, ձկնագողություն եւ այլն, ու էլի նայում էի տարբեր երկրների օրինակներ, ընդամենը մի քանի հազար դոլարանոց ներդրում եւ ստեղծվել էին սարքեր, որոնք կոչվում էին ռոբոտ հսկիչներ ջրի վրայով, որ համ կարողանում էին ջրի նմուշներ վերցնել եւ միանգամից ուղարկել լաբորատորիաներ եւ կարողանում էին նկարել շրջակա միջավայրը հասկանալու համար կա ձկնագողություն եւ ոչ։ Ըստ էության ես հասկանում եմ, որ մի շարք հիմնախնդիրներ, տարիներով գոյություն ունեցող հիմնախնդիրներ կարելի է լուծել նմանատիպ տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներով։ Ինչու՞ն է կայանում խնդիրը, որ Հայաստանում մենք չենք կարողանում ռոբոտաշինության այսպես կոչված բարիկները ինտեգրել մեր կենցաղ եւ դա չտեսնել որպես օրինակ հեռավոր ապագա մի բան, որ իրականությունից չի, այլ պարզապես բերել եւ ինտեգրել մեր առօրյա։ Արդյոք դա կապված է նրա հետ, որ դիցուք օրինակ համալսարաններում կամ առանձին լաբորատորիաներում ինժեներների պատրաստումը կամ իրենց ստեղծած ապրանքը որպես այդպեսին չի արտահայտում արդյունաբերության պահանջները, գյուղատնտեսության եւ այլն։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր հարց էր, շատ արդիական հարց եւ անմիջապես մեր այսպես հետաքրքրության շրջանակներին առնչվող։ Ասեմ, որ այո, իսկապես իրավիճակը այդպես է եղել։ Ես հիշում եմ ուսումնառության տարիներին Սովետ միության ժամանակ այսպիսի թիվ կար։ Բնակչության թիվը 250 միլիոն էր հայմատության համար։ Ուրեմն գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը մոտ 80 միլիոն։ Եվ այդ ժամանակ համեմատում են Միացյալ Նահանգների նույն ցուցանիշը, այն ժամանակ այնտեղի բնակչությունը մոտ 220 միլիոն էր, գյուղատնտեսության մեծ զբաղողների թիվը, ֆերմերների թիվը մինչև 2 միլիոն։ Դե Սովետ միության ժամանակ Սովետական միությունը իրեն տնտեսավարությամբ ես գնահատականներ չտամ, ամեն դեպքում ինքը միշտ Միացյալ Նահանգներից, Կանադայից հացահատիկ էր գնում, անգամ այդ պարագայում։ Իսկ այդ երկրները այսքան այնքան էին արտադրում, որ իրենց ավելցուկը կարողանում են այդպիսի հսկայական մեծ պետությանը եւ ակնհայտ էր, որ այն ժամանակ իրենց մոտ այդ խելացի տնտեսության, եթե ոչ այսօրվա, ապա այսպես նախատիպերն էին պատրաստում։ Այո, եւ հիմա այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մենք պետք է անպայման արդեն լինելով ոչ միայն մենք մեր մեջ արտադրող եւ սպառող, գաղտնիք չի, որ մեր արտադրանքը արտահանվում է, մեր արտադրանքը գյուղատնտեսական պետք է համապատասխանի ոչ միայն մեր ներքին ստանդարտներին, այլ նաեւ միջազգային ստանդարտներին, իսկ դրանք բավականաչափ խիստ են եւ բազմազան, որոնց մասին շատերս նույնիսկ անգամ չենք էլ լսել, չենք էլ իմանում։ Եվ ուրեմն այս պայմաններում, եթե մենք ուզում ենք շարունակել մեր մրցակցությունը, խիստ անհրաժեշտ եւ պարտադիր է դառնում այդպիսի չափանիշների հետևելուն։
որը մարդը հին մեթոդներով, միջոցներով իրականացնել եւ այդ ծավալներն ապահովելը ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չի։ Չկա էլ այդ գիտելիքը։ Պետք է ասել, որ այսօր հիմա այդ ոլորտի, եթե մենք դիտարկենք ռոբոտատեխնիկայի եւ smart խելացի տեխնոլոգիաների այդ ոլորտը, ինչպես են վերաբերվում դրան, ապա հիմա այդ ոլորտը շատ լավ հնարավորություն ունի անդրադառնալու այն խնդիրներին, որոնք կարող են մեզ բարձրացնել եւ հավասար մրցակցային պայմաններ ստեղծել մեր, ասենք թե, մրցակից երկրների կամ ուրեմն շուկայի, այսպես անդիմադիրների կողմից։ Դա է պատճառը, որ մենք այսօրվա վիճակով բավականաչափ լուրջ աշխատանքներ են կատարում։ Ես կարող եմ ասել, այո, գուցե դա շատ տեսանելի չի, բայց Հայաստանում կան արդեն խելացի տնտեսություններ, կան ջերմատներ, ջերմատնային կոմպլեքսներ, որտեղ աշխատում են այդպիսի համակարգեր բազմազան եւ կարող եմ անհամեստություն չլինի ասել մեր օրինակը 2022 թվականին Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի ուսանողներից հիմնականում բաղկացած թիմ, որը ես էի ղեկավարում, կարողացանք համարձակվել եւ կոտրել այն կարծրատիպը, որ մենք էլ կարող ենք մեր երեխաներն էլ, մեր ուսանողներն էլ կարող են, մեր տարուշցիները կարող են մասնակցել նման կարգի պրոյեկտների եւ մենք մասնակցեցինք միջազգային ուրեմն հայտնի Agrotech 2022 կազմակերպած ինկուբատոր ստարտափային այդպիսի ծրագրին բավականաչափ հետաքրքիր եւ այսպես լուրջ ձեռնարկում էր UNDP ուրեմն այդ շրջանակում մենք կարողացանք դառնալ մրցանակակիր։ Իհարկե մրցանակը մեր համար սիմվոլիկ էր, ավելի շատ այդ հաղթելու իրավունքը մեր կայանալու հիմքը դրեց եւ ամենակարևորը, որ ես շատ բարձր եմ գնահատում վստահությունը, որ դա մենք կարող ենք անել եւ մենք արեցինք դա։ Արդյունքը եղավ է, որ ես արդեն անկեղծ ասած չեմ էլ նկատել, որ մեր մոտ արդեն դա սկսեց շատ լուրջ գեներացիա առաջացնել երեխաների մոտ, ուսանողների մոտ եւ հիմա կարող եմ ասել արդեն 3 տարի անցել մեր մոտ շատ բարձր դինամիկայով աճում է հենց հատկապես գյուղատնտեսական ոլորտի ավտոմատ տարբերձևի համակարգերի, ռոբոտիզացված համակարգերի եւ ոչ միայն գյուղատնտեսական սարք-սարքավորում համակարգերի մշակումը եւ փաստացի պատրաստումը արդեն նաեւ ուզում ենք սկսենք մեծ քանակությամբ նաեւ ներդրման աշխատանքները, որոնք վերաբերում են գյուղատնտեսության տարբեր ձևի խնդիրներին։ Այս տարվա իհարկե դա մենք չենք կարող մեր ցանկությամբ, ամենամեծ ցանկության դեպքում թռիչքաձև ինչ-որ բան կատարենք, ամեն դեպքում մենք դրան չենք այդ քայլերին չենք դիմում, քանի որ ամեն ինչ պետք է դինամիկ եւ անընդհատ բնույթ ունենա, թեկուզ եւ արագացված։ Ինչը եւ մենք արեցինք։ Հիմա այս տարվա ամառվա շրջանավարտների աշխատանքների, դիպլոմային աշխատանքների ժամանակ ֆակուլտետ, որը ես հիմա ղեկավարում եմ եւ այդ աշխատանքների, այսպես ասենք, կոորդինատորն եմ եւ շատ ուրախությամբ ասեմ, որ մասնակիցների շրջանակը շատ արագ մեծանում է, մեր ֆակուլտետի գրեթե բոլոր դասախոսները ընդգրկված են իրենց առանձին պրոյեկտներով եւ բոլորը այդ ոլորտի խնդիրներով, այսինքն վստահությունը բոլորը գիտեն, որ հաստատ կարող է։ Եվ այս առումով իրականում շատ կարեւոր է, որ այդ աշխատանքները արժեքային կդառնան այն ժամանակ, երբ դրանք իրապես արտահայտեն դիցուկ մարզի որոշ ոլորտների կարիքները կամ վերհանեն կամ լուծեն այդ կարիքները։ Եվ իմ մոտ արդարացիորեն միշտ հարց է առաջանում, երբ մենք ասում ենք մարդկային ռեսուրսների պակաս կա, մարդկային ռեսուրսների պակաս կա, ռոբոտաշինությունն էլ ինքը Հայաստանում զարգացող ըստեյության ոլորտ է, ովքեր պիտի զբաղվեն այս ոլորտի մասնագետների, այսպես կոչված կերտմամբ, վերապատրաստմամբ եւ որ ըստ էության մենք պիտի զբաղվենք այս մասնագետների բացով, ներկայումս լաբորատորիաները, ինժեներներ կարողանում են պատրաստել կամ որ կառույցն է, այսպես ասած, պատասխանատու զբաղվելու համար
անհրաժեշտ մարդկային ռեսուրսների մատակարարման ոլորտի զարգացման համար, որովհետև եւ սա կարեւոր է, որտեղ մենք կարող ենք առանձին լաբորատորիաներում կամ առանձին խմբերում որոշակի նախագծեր անենք եւ դա էլ է կարեւոր։ Բայց ըստ էության այդ մարդկային ռեսուրսների պահանջը լինելու է մշտապես, ուստի նաեւ շատ կարեւոր է զուգահեռ այդ նախագծերին ունենալ եւ պատրաստել սերունդ, ովքեր այդ ոլորտում կլինեն անհրաժեշտ մարդկային ռեսուրսը։ Հայաստանում ինչպես է առհասարակ այս գործընթացը կազմակերպվում։ Դուք շատ կարևոր եւ դժվար հարց բացացիք։ Ամենաերկարատև ու Բայց ես ուրախ եմ, որ դուք մի շնչով ասեցիք այն ամբողջ շղթաների օղակները, որոնք այո, պետք է միասին աշխատեն եւ միայն այդ միասնական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ տեսանելի եւ լուրջ, այսպես ասենք, աննահանջ արդյունք։ Հարցը նրանում է, որ մենք հիմա այո գտնում ենք այդպիսի դինամիկ, ասենց մեկնարկային իրավիճակում, հիմա ձեր հարցերի մեջ որ դուք ասացիք ովի պատասխանը բոլորս։ Այո, համակարգային։ Եվ այստեղ հարց չկա, դա ինձ չի վերաբերվում, դա իմ ոլորտը չի, ես իմ գործն ունեմ, ես իմ խնդիրն ունեմ։ Մենք հիմա մեր ԵՊՀ-ի Ջևանի մասնաճյուղի մեջ բնագիտական ֆակուլտետում շատ լուրջ, այսպես մարտահրավերային լուրջ ոչ ենք բանալի ծրագիր ենք մշակել, փորձենք զբաղվել այդ բոլոր օղակներով։ Այսինքն մեր համար կարևոր է դպրոցականը, մեր համար կարևոր է գործատուն, մեր շրջապատը, Տավուշի մարզում, կոնկրետ Տավուշի մարզում գործարարը, ագրոֆերմերը, մենատնտեսը, գյուղացին։ Եվ իհարկե այս ամենի մեջ ինչ ենք մենք պատրաստում։ Պատրաստելու համար ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է սարքավորումներ, լաբորատորիաներ, դրանք պետք է անպայման լինեն արդիական, հագեցված, միշտ հետաքրքիր լինեն միջավայրը, ես էլ չեմ ասում մասնագետների ներգրավումը։ Իհարկե, այս կներեք չեմ ուզում շատ բարդացնեմ, բայց խնդիրը այդպիսին է, բազմաբովանդակ։ Ստիպված ենք բոլոր հարցերով զբաղվել եւ իհարկե դժվար կլինի այդ հարցերին միանակ բանանել, ուրեմն խիստ կարիք կա ձևավորել թիմ, որը կկարողանա այդ ուղղություններով աշխատել։ Ես այդ առումով մեր մասնաճյուղի համար տեսնում եմ այսպես առաջիկա տեսլական ծրագիր, առաջադրանք, որ մենք կարող ենք եւ պետք է անենք։ Ես հույսով եմ, որ կանենք, որովհետեւ ունենք լավ համակիրներ, լավ թիմ ենք հավաքում եւ հավաքված։ Այդ թիմը ես կարծում եմ առաջիկայում մենք կհամալրենք նոր գործընկերներով, արդեն գործարար աշխարհից իրենց հետ կիսվելով, բացատրելով եւ իրենց ցույց տալով մեր հետ աշխատելով լուրջ հեռանկարները, բայց դրան մենք պետք է լրջորեն եւ արժանի ձևով ներկայանանք։ Իսկ դա վերաբերում է նրան, որ Տավուշի մարզում մենք դիտում ենք որպես туриզմի, գյուղատնտեսության, անտառատնտեսության, էներգետիկայի հիմնական ուղղություններով։ Ասեմ ձեզ, որ ավելի քան խիստ անհրաժեշտ է եւ հիշեցի մասնաճյուղի հիմնադիր Կարեն Համլետի կարևորագույն երազանքներից մեկը բուհը հիմնադրելու ժամանակ մասնաճյուղ, այն ժամանակ մեկ բուհ ենք առանձին, հիմա մասնաճյուղ։ Հա, եւ նպատակներից մեկը սա էր ամրացնել սահմանը, մարդկանց արտահոսքը նվազեցնելու կամ դադարեցնելու, կանգնեցնելու համար։ Դա հիմա հաջողությամբ կատարվել է եւ վաղուց է դա կատարվել։ Երկրորդը համալրել սահմանային դպրոցները որակյալ մասնագետներով, դա էլ կարող եմ ասել, միանշանակ կատարվել է Կարայանի երազանքը եւ խնդիրը եւ վերջապես վերջի երրորդ կետը բուհը դարձնել տեխնոլոգիական։ Այս խնդիրն է, վերջի խնդիրն է, որը պետք է մենք իրագործենք։ Միանգամից ասեմ, շատ ես կուզենայի, որ մեր մասով, մեր ոլորտով իհարկե մենք միանակը չենք մասնաճյուղում, բայց տեխնոլոգիական ուղղությունը ինքը որոշակի ինքնուրույն առաքելություն է տեսնում իր մեջ։ Մենք մեր չափով շատ կցանկանայինք եւ գնալու ենք դրան, որ մենք դառնանք տեխնոլոգիական կենտրոն։ Այնպիսի անվանումով, ինչպիսին Շիրակի տեխնոլոգիական կենտրոնն է, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, բայց կներեք անհամեստություն չլինի,
այնտեղ պետք է մենք իրագործենք մեր սխեման, այն ինչ որ այնտեղ չեն իրագործել եւ մեր տեսանկյունից այնտեղ լիարժեք չի կատարվել նպատակների իրագործումը։ Ես ասեմ, որ ժամանակի մեր մասնաճյուղը ունեցել է այդպիսի շատ հզոր գիտական պոտենցիալ, գուցե իսկապես նորից ասեմ, անհամեստություն չլինի, երևի աշխարհում այդպիսի երկրորդ բուհը չի եղել։ Մոտ 300 ուսանողի համար այստեղ աշխատում էին 2 տասնյակից ավել հայտնի, այսպես անվանի գիտնականներ, մասնագետներ, բնագիտական ուղղություններից, եթե ճիշտ եմ հիշում, մոտ 40-50 կարգի գիտությունների տեխնացուներ, մեծամասնությամբ նրանք էլ առաջատարներ իրենց ոլորտի եւ այդ ամենը 300 ուսանողի համար։ Եվ այդ պայմաններում, որ ինչ էր կատարվում, ինչպես ենք այդ դասեր անցկացնում, իհարկե, հիմա իհարկե լրիվ այլ պայմաններ եւ առավել քան մենք մեծ պարտավորություն ենք զգում այդ նման կարգի խնդիրները առավել ամբողջությամբ եւ լրջությամբ իրականացնելու համար։ Կհիշեք ոլորտային հետաքրքիր դրվագներ, իրադարձություններ, հայտնագործություններ, որոնք ձեզ համար շատ տպավորիչ են եղել ձեր պրակտիկայի ընթացքում, այսինքն ընդհանրապես թե իջերան։ Ընդհանրապես։ Ոայ։ Ու շատ տպավորված եք եղել, որ դա ձեզ համար շատ ոգեշնչող է եղել։ Հիմա նստեմ ասեմ, որ առաջին միկրոկոմպյուտերը ես տեսել եմ 79-80 թվականներին, որ մեզ դասատվել մարդ, որը Ու ինչա դա ձեզ համար տպավորիչ եղել։ տպավորությունը հետո է եղել։ Տպավորությունը այդ պահին անցել են, ոնց որ ջուրը խմել եմ, ասել եմ դե խմեցի, հետո 20 տարի հետո ջոկել եմ ոնց, էս այն ջուրն, հա, էս ջրի մասին հիմա են խոսում, բայց ջուրը ես 20 տարի առաջ եմ խմել, բա դուք ուր էիք։ Սենց բաներ կա էլի։ Օրինակ ասենք նեյրոնային ցանց։ Նեյրոնային ցանցը ես անցել եմ ինստիտուտում Մերգելյանի գլխավոր էկոնոմիստամից կարդացել, ցանցային պլանավորում բան նստել, գրիչով բանով տենց բաներ են կարել, հետո պարզվում է նեյրոնային ցանց է, ու այդ նեյրոնային ցանցից ես հետո սկսում եմ համագործակցել Կարայանից հետ, Կարայանը արհեստական նեյրոն, լրիվ նեյրոնային լոգիկա, բազմարժեք եւ այլն, ու պարզվում է սրանք լրիվ իրար հետ կապվում են։ M1 ես անցել եմ 80-ականին, Կարայանի հետ խոսել ենք 2000-ականի, այս հիմա նոր են սկսում խոսալ նեյրոնային ցանցի, նեյրոնային եւ այլն։ Այդ բաներն։ Հետո ասենք օրինակի համար գնացել ենք ռազմական բան, որտեղ ես ստացել եմ իմ առաջի աշխատանքային մկրտությունս ու հպարտ եմ դրանով եւ կարոտում եմ իհարկե այդ ժամանակները։ Հա, այնտեղ տեսնում եմ նվիրյալներ 30+ տարեկան կոլեկտիվ, որոնք զբաղված են լուրջ գործերով, ամեն մեկ իր այսպես բաներով եւ այնտեղ ինչ-որ բան է հավաքած, այդ հավաքածը պարզվում է միկրոկոմպյուտեր է։ Հետո որ ասում են, բա էս ի՞նչ է, ոնց է, ասում են, հա դե լավ հավաքել ենք գործապատի, ոնց է գործիք ենք հավաքել, սարքելու բան, գործը կանենք կմշացնենք, դա դրա համար։ Այսինքն մարդիկ իրանց գործի համար անում էին, այսինքն դա բնական էր, այսօր պետք է հասկանանք, ես խնդրում եմ ճիշտ ընկալենք շատ հարցեր։ Նախկին համակարգին պետք է ճիշտ գնահատական, արժանավորինս գնահատել։ Նախկինում ոչ թե չկար կոմպյուտեր, չկար ինտերնետ ցանց, ամեն ինչ էլ կար։ Գուցե եւ հիմնականում նաեւ առաջինը։ Ուղղակի դա գտնվում էր ռազմական եւ փակ ուրեմն գաղտնի ծառայության համակարգում, որը բնականաբար չէր կարող կոմերցիոն նշանակություն ունենալ։ Իսկ Բիլ Գեյթսը, ինքը Սթիվ Ջոբսը իրենք առաջին իրենց միկրոկոմպյուտերը որ հավաքեցին, դա եղել է մի քանի ամսվա մեջ Ստիվ Ոզնյակի հետ միասին։ Ոզնյակի մոտոցիկլի գարաժում կոնցեպցիայի առումով ունեցել են կոնֆլիկտ, իրենց տեսակետը բան չանեն, իրենք էլ ասել են դե լավ, եթե չեմ մենք մեր ասածը կանենք։ Եկել են գարաժում, երկու երիտասարդ տղա դրել են ու սարքել են։ Հետո ինչ։ 2 ամիս հետո իրանք մուլտիմիլիոներ են դառել։ Սովետում այդ ձևի իրավիճակ չի եղել, բայց ես հավատացնում եմ, առաջի անգամ միկրոպրոցեսորի մասին ես լսել եմ, եւ ոչ միայն ես, իմ դասընկերները եւս լսել են 1979 թվականին
Պոլիտեխնիկ ինստիտուտի, հաշվարկական տեխնիկայի, լսարանն էլ կարամ ասեմ։ 5306 սենյակում, դասասենյակում, երբ որ մեր երջանկահիշատակ մեր դեկանը Աբրամյան Կոնստանտին Հայկովիչը իր լեկցիայի ժամանակ մտավ եւ հետո ներկայացրեց, որ այսօրվանից ձեզ կդասավանդի Շարոյան Խաչիկը։ Շարոյան Խաչիկը այսօր էլ կենթանի է, հուսով եմ իրան ողջ առողջություն, իհարկե տարիքով է։ Շարոյան Խաչիկը ձեզ կկարդա միկրոպրոցեսոր 79 թվական։ Այն ժամանակվա տեղեկատվական այդ միջավայրում դա բավականաչափ մեծ արագություն էր։ Դա պահանջում էր նրանով, որ Մերգելյան ինստիտուտը պահանջեց, որ արագ պետքա այս հոսքը միանգամից անցնի միկրոպրոցեսոր։ Իդեպ առաջի ուսանողը ես եմ եղել, իրար քննվող, ու առաջի երկու ամենալավը ես եմ մացել, ու առաջի քննություն տվողը ես եմ կտրվել։ Ինձ երկուս դրեց, հետո վերջ հետրև, ես հետո վերահանձնեցի իհարկե։ Ընկեր Յոլչյան, քանի տարի է ոլորտում եք եւ ինչն է ձեզ համար մոտիվ հանդիսացել, որ այս ոլորտն ընտրեք ու ինչն է հիմք հանդիսանում, որ չձանձրանաք ոլորտից։ Շնորհակալություն, դա սուբյեկտիվ իհարկե վերաբերում կասեմ ես իմ։ Երբևիցե ես արդեն հիմա այդ ոլորտում գտնում եմ 83 թվականից սկսած ավարտելուցս հետո, եթե համարենք աշխատանքային, բայց մի քիչ պետք է հետ գնանք, որովհետև ուսանող ժամանակ ես մասնակցել եմ նաև պայմանագրային տնտեսական, ֆինանսական պայմանագրային այդպիսի թեմաներ կային պոլիտեխնիկում։ Դասերից հետո այդպես գիտահետազոտական խմբերի մեջ էի, խմբերից մեկի մեջ էի, որի ղեկավարն էր հայտնի շատերիս Արեշյան Գյորգի Լևոնովիչի թեման էր։ Իդեպ իր թեման վերաբերում էր մեխանիկական ռոբոտներին։ Ես ձեզ ասում եմ արդեն 79 թվականի բան։ Հայաստանում Պոլիտեխնիկ ինստիտուտում եղել է միութենական նշանակության, սովետական միութենական նշանակության ծրագիր, որը զբաղվել է ռոբոտի թև, սեղանի վրա դրած ռոբոտի թև։ Հիմա այդպիսի թև մենք պատվիրել ենք շուտով կստանանք։ Եվ այդ թևի մեխանիկա էլեկտրոնային կառավարման, ծրագրային կառավարման այդ համակարգը Հարապետյան Աշոտի մոտ։ Այդպես։ Եվ այդ այդտեղից առաջացավ իմ հետաքրքրությունը ուսանող ժամանակ, որ շատ հետաքրքիր է, ոնց են դրանք իրար հետ համատեղ աշխատում։ Իհարկե հետագայում ես աշխատեցի այսպես փակ հիմնարկում, ռազմարտությունավերական, որտեղ շատ ավելի այսպես խելացի, շատ ավելի հզոր համակարգի հետ ենք մենք աշխատել։ Տեխնացիական թեզս եղել է այդ դրա հետ կապված մի քանի այսպես ոլորտային համակցված թեմա է եղել։ Կարող եմ ասել դրանից սկսած ավելի քան 40 տարի ես այդ ոլորտի մեջ եմ։ Հիմա ինչն է փոխվել։ Հիմա փոխվել է այն, որ այսօր շատ հեշտացել է այդպիսի համակարգերը զբաղվելու հնարավորությունը։ Շատ ավելի մեծ հզորություններ կան, շատ ավելի։ Մենք ուղղակի պետք է հասցնենք, որ այդ ամբողջ ռեսուրսները կարողանանք ընկալենք, մարսենք։ Փոփոխություններն այնքան արագ են եւ դա մենք որպես կրթական միավոր վստահ չենք հասցնի։ Դրա հետևից չենք գնա։ Ու դրա համար մենք ընտրել ենք մեկ ուրիշ շատ լավ հնարավորություն, դա անմիջապես, քանի որ մենք ունենք նաեւ կադրային հարց, մենք իհարկե չունենալով նման կարգի պարտավորություն, բայց ենթադրելով մեր կրթական համակարգի մեջ կարևորագույն օղակ է մեր շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցը, կրկնում եմ, մենք չունենք այդպիսի պարտավորություն, բայց մենք հասկանում ենք, որ օղակը պետք է անպայման լինի, եւ իհարկե դա կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնի, նաեւ մեր համար վերանայելու շատ ուրեմն իրավիճակ նաև մեզ այսպես մատուցի։ Ուստի մենք ակնհայտորեն գնում ենք դեպի շուկա եւ մեր գործընկերներին
շուկայի գործընկերներից, օրինակ մենք հրավիրել ենք Microchip ընկերությանը, որի հետ արդեն շուրջ 1 տարի, կես տարի արդեն աշխատում ենք, իրենց մասնագետը մեր մոտ հիմա դասընթաց է վարում, իրենց այսպես արդիական տեխնիկայի մենք գնացել ենք իրենց բոլոր նախապայմաններին, որ այդքան հեշտ չէր, բայց կարծում եմ մենք լիովին բավարարեցինք իրենց նախապայմանները եւ դասընթացները, իսկ դա նշանակում է, որ մենք էլ կատարում ենք իրենց ֆունկցիան։ Այսինքն իրենց մասնագետ վերցնելու համար պետք է որոշակի տրեյնինգ անեն։ Մենք տալիս ենք, ստեղծել ենք պայմաններ ունենք, այդ տրեյնինգը մեր մոտ անեն, խնայեն ժամանակ, իհարկե իրենց մասնագետը տրամադրում եմ մեզ, հիմա ես սենց երեքշաբթի օրը հանդիպեցի իրենց ներկայացուցիչների հետ եւ մենք քննարկեցինք այսպիսի հարց։ Իրենք ասացին, որ չեն կարող տրամադրել մասնագետ եւ մեծ սիրով կարող են աշխատել մեր տրամադրած մասնագետին, պատրաստ են եւ այդ կապը լինի միշտ ակտիվ։ Իսկ դա նշանակում է, որ մենք նման կապի միջոցով կարող ենք միշտ զգալ իրենց մոտ տեղի ունեցող փոփոխությունները եւ արագ ուրեմն դա արտապատկել ենք մեր կրթական ծրագրերի մեջ։ Գերիոլ ջան, ձեր խոսքում վերջին 2 հարցերի շրջանակում անդրադարձակ մի շարք օրինակներ, որ ձեզ տպավորել է, որոնց տպավորիչ լինելու մասին հասկացել եք շատ ավելի ուշ, երբ ավելի մեծացել եք։ Ինչպես անենք, որ այսօրվա ուսանողը, եթե դա լիներ այլ ոլորտի օրինակ, միգուցե այդքան էական չլիներ այս հարցին անդրադառնալը, բայց քանի որ խնդիրը տեղեկատվական տեխնոլոգիական է ու այսօրվա եղածը վաղը կարող է լրիվությամբ այլ արտահայտություն ունենալ, ինչպես անենք, որ այսօր ուսանողը հասկանա տվյալ լուծման կարևորությունը եւ բացառիկությունը, որտեղ ես կարծում եմ, որ եթե դա հենց այսօր տեղի ունենա, սա հարաբերական է այսօր է, հա, այսինքն հենց ուսանող եղած ժամանակ, ես կարծում եմ, որ դրա արժեքայնությունը ապագայում ավելի բարձր կլինի։ Շնորհակալություն հարցի համար, բայց ես չեմ ուզենա այդ գաղտնիքը բաց։ Հասկացա։ Հիմա ասեմ շատ պարզ։ Հիմա ես չեմ ուզենա իմ պատասխանը լսեն նաև ուսանողները, քանի որ մենք մի փոքր ինտրիգային քայլ ենք գնացել։ Կոնկրետ, ես չեմ ասում ուսանողին, թե ինքը ինչ անում, ինչ կարևորության հարց, բայց ինքը իրականում անում է լուրջ գործ։ Ես չեմ ուզում իրան հոգեբանորեն պատնեշ դնել, որ ասում դու գիտես ինչ կարևոր գործ ես սկսում անել, ինքը կասի դե ես ուրեմն, բայց միթե ես կարող եմ, ես եմ այն մարդը, որ պետք է անեմ։ Ընդհակառակը ուսանողին ասում դու պետք է sense բան անես ու մեխանիզմները մոտարապես ասում են ճանապարհները, ասում դե գնա մտածի, դες ինչ ես ասում, ես էլ կմտածեմ, արի միասին կքննարկենք, կտեսնենք ու ստացվում է։ Ես հիմա չեմ ուզում կոնկրետ օրինակներ բերեմ, որովհետև դրանք շատ են։ Ուղղակի հաղորդման շրջանակներում չլինեն։ Ես կոնկրետ ասեմ, մենք արդեն վերջին 3 տարին մոտարապես 20-ից 25 լուրջ տեխնոլոգիական պրոյեկտ ենք, արդյունք ենք հանձնում։ Ու դա անում է երեխաները, անհատական, խմբակային։ Ու այսպես է, շատ հետաքրքիր է, տարոշցի երեխայի մոտ այդ բանը կա։ Ինքն արեց, ես պետք է իրանից լավն անեմ։ Ես էլ իրան ասում եմ, դու պետք է լավն անես։ Ավելին, առաջի բառերը, որ ես ասում եմ սեպտեմբերին, ասում եմ երեխի ջան, ովքեր եկել են, տեսել են, լսել են պաշտպանությունները եւ այլն, իրենք տեսնում են, մուտքը ազատ է, իհարկե։ Դուք իմացեք, որ դուք պետք է այս տարի դուք պետք է անեք ու հաստատ, եթե դուք այդպես արեցիք, դուք հաստատ չեք ստանալու։ Դուք պետք է անեք ավելի ուժեղ, ավելի լավը։ Հա, եւ նաեւ այսպեսի հարց էլ ասեմ ձեզ, որ ես չեմ խուսափում պատճենահանվելուց, արտագրելուց, ինչ որ մի տանել, այսպես արտահոսքից եւ այլն։ Ես ընդհակառակը գտնում եմ, որ այդ արտահոսքը, որ մեր մոտից կարող է գնալ, դա լավ է, ես գիտեմ արդեն, որ դա այլևս իմը չի, մերը չի։ Այդ նշանակում է, որ մենք պահենք առաջատիր դիրքը, մենք պետք է առաջ գնանք։ Ու դա մեզ խթանում է, որ մենք միշտ առաջ լինենք, իսկ մնացած հարցերի, այսպես ասած, տարբերակում, ովքեր բան են անում, իրանք միշտ հետապնդողի դիրքում են, միշտ հայտնում, այսինքն մենք ձգտում ենք միշտ առաջը, լավը եւ այլն։
Ասեմ, որ մենք աշխատանքների մեջ մասնավորապես ագրո ոլորտի համար, ցավոք ես կասեմ, այդ ոլորտին բավականաչափ ես ծանոթացա, քանի որ ստարտափի շրջանակները, որ ես նշեցի, ագրո 2022, ագրոթեք։ Այդտեղ ագրո ոլորտներ եւ ստիպված ես ծանոթացա ագրո ոլորտի որոշ իրավիճակներին։ Որքան ես հասկացա, ուրախությամբ ուզում եմ ասեմ, որ հանդիպեցի լավ բանիմաց, լուրջ, այսպես գիտելիքներով, միջազգային գիտելիքներով հարուստ եւ միջազգային ոլորտների հետ առնչություն ունեցող ագրոնոմների հետ, որոնք ինձ ներկայացրեցին խնդիրներ, լուրջ խնդիրներ։ Պրոբլեմ, որը ոչ միայն մեր մոտ է, նաեւ միջազգային կարգի խնդիրներ են եւ կարող ենք ասել, այո, արդեն շուրջ 3 տարի, 4 տարի մենք այդ ուղղությամբ լրջորեն տվել ենք լուրջ արդյունքներ։ Ես կարող եմ նշել խելացի սենսորների աշխատանքը, որով մենք դրամաշնորհը տարանք խելացի մուլտիսենսորներ մշակված տեսական հիմքերի վրա եւ պրակտիկ կատարված բաների վրա։ Էլ չեմ ասում խելացի ջերմատներ եւ այլն, ջերմատներ, որոնք աշխատում են, ասենք թե ամպային տեխնոլոգիաներով, աշխատում են, ասենք թե տարբեր ձևի շարժական կառավարման համակարգերով, ինֆորմացիայի մշակման, վիճակագրական կանխատեսումների այդպիսի մոդուլներով, անցած տարվա գեղեցիկ թեմա կատարեցին դիպլոմային աշխատանքով մթնոլորտային արտանետումների աղտոտվածության ավտոմատ ԱԹՍ տեխնիկական միջոցների կիրառությամբ այդպիսի միջոցներով, որը շատ լուրջ եւ միջազգային կարգի այսպես աշխատանք էր։ Ունենք շատ լուրջ աշխատանք քաղաքային տնտեսության համար, ցավոք սրտի առայժմ արձագանք չկա, մենք շատ մեծ չենք տարածում, բայց վերջերս ունեցած այսպիսի հարցազրույց եղավ Երևանի քաղաքապետարանի, այսպես ասենք, ոլորտային ներկայացուցիչներից մեկի հետ, իրանք չհասկացան խնդիրը։ Եվ երեք ես լրաբերով, մեր լրահոսով լսեցի, որ Երևանի համար շատ լուրջ հարց է խցանումների հարցը։ Մենք լուրջ լուծում ունենք, թղթի վրա չէ։ Մեր լաբորատորիայում նման մակետը պատրաստած դրված է եւ դիպլոմային աշխատանք է պաշտպանվել այդպես, որը վերաբերում է խելացի կանգառներին։ Իսկ մենք գտնում ենք, որ խցանումների մի մասը դա այն մեքենաներն են, ովքեր գնում են պարկինգ կամ պարկինգից են գալի եւ դրա ոչ ճիշտ արդյունավետ կազմակերպման արդյունքում առաջանում է նաեւ նպաստ, այսպես իրավիճակը ավելի է նաև նպաստում են իրավիճակի լարվածությանը։ Հա, այդպիսի հարց ունենք եւ դա ես չեմ պատկերացնում, որ ասենք թե դրամաշնորհային, այսինքն թեման շատ լուրջ է, խնդրեմային խնդիր է եւ մենք ամբողջովին լուծել ենք եւ դա լուծել է մի աղջնակ, որը հիմա աշխատում է, աղջնակը Էլավանուհին Խաշտարակից։ Ինքը չի իմացել ինչքան լուրջ թեմա է լուծել։ Այ եթե ես իրան ասեի, ես կասկածում եմ, որ ինքը կլուծեր, գուցե կվախենար։ Կարող եմ նշել այդպիսի լուրջ թեմա։ Հիմա ես նպատակ ունեմ եւ մենք մոտավորապես պայմանավորել ենք, որ պետք է հոդված գրվի, ներկայացվի միջազգային եվրոպական դրամաշնորհի, մինչև մեր, այսպես ասենք, քաղաքային իշխանությունները դրա անհրաժեշտությունը եւ կարևորությունը կընդունեն, կհասկանան։ Մյուս կողմից նման կարգի թեմաները մենք պատրաստում ենք այդպիսի թեմաներով անդամակցենք արդեն միջազգային հայտնի կառույցների հետ։ Ես գիտեմ, որ նման կարգի պրոյեկտ, դրա նման պրոյեկտ արված է Ավստրալիայում, Ֆրանսիայում, հիմա այդպիսի աշխատանք կատարում է Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, դրանք շատ լուրջ մեգապոլիսներ են, որոնք խիստ կարիք կան։ Այդ թեման առօրյա խնդրեմ է, որը առիթ ունեցա ես Եվրոպայում տեսնել, որ պարկինգը կար, բայց այդ մասը չկար։ Եվ չլինելու պատճառով ես մի քանի անգամ հայտնվեցի այդ իրավիճակի մեջ, այսինքն պարկինգի ժամանակ մեքենան անդադար տեղ է ման գալի գտնում, այնինչ այդ տեղը կարելի է ամեն ինչը
ֆիզիկապես ճշգրիտ ձևով միանգամից տեղացույց տալ, որ մեքենան ուղղորդված գնա իր տեղը կանգնի։ Այդ աշխատանքը մենք ունենք մակետի վրա, չենք էլ շտապում, որից է մեքենա առաջարկենք, այդպես ես կարծում եմ վերջին հաշվով դա իր տեղը կգտնի, բայց մենք դրա վրա չենք կենտրոնում, մենք գնում ենք առաջ։ Հասկացա։ Հիմնվելով ձեր փորձառության, ձեզ հանդիպած մարտահրավերների, արագ զարգացող ոլորտի ես տրամաբանության վրա ինչպիսի ուղերձ կտաք ուսանողներին կամ մեզ հետևողներին որպես ոլորտային ներկայացուցիչ։ Ակնհայտ է ես կցանկանամ, որ մեր ոլորտի հետ առնչվող կամ առնչություն իրենց ապագան տեսնող երիտասարդներին, մեր լավ երեխաներին իհարկե խորհուրդ կտայի, որ բնականաբար իրենք լավ սովորեն բոլոր առարկաները, հատկապես մայրենին եւ մեր պատմությունը, մեր ժողովրդի, հայ ժողովրդի պատմությունը, իհարկե բնագիտական առարկաների մեջ ես գիտեմ, որ որոշակի վերջին ժամանակներս թուլացում է նկատվում, հատկապես ֆիզիկայի ասպարեզում։ Ես շատ կցանկանամ, որ մեր ֆիզիկան, մեր Տավուշի մարզում հասցնենք, դա ես դրա մեջ էլ եմ տեսնում, որ այդ հասցնողներից պատասխանատուներից մենք պետք է փորձենք այդ բանը հասցնենք։ Քիմիան, ֆիզիկան եւ իհարկե մաթեմատիկան մենք գիտենք, որ բավականաչափ բարձր մակարդակի։ Որպես բնագիտական ուղղություն դա ես կցանկանամ մասնագիտական առել։ Եվ իհարկե նաեւ այն, որ հուսով եմ ու վստահ եմ, որ այլևս այդ անվստահությունը, կասկածամտությունը, որ դե դա այնտեղ արել եմ, մենք ոնց բան այդ կասկածամտությունը արդեն տեսնում եմ, որ աստիճանաբար վերանում է, մեր այսօրվա ասենք առաջի կուրսեցին ինքը գալիս է, տեսնում է, լսում է, մենք այդ հնարավորությունը տալիս ենք, ինքը տեսնում է, որ ավակ կուրսեցին արդեն սա արել է։ Իսկ այնտեղից է Յոլչոնն ասում է դու դրանից պետքա լավն անես, եթե դու սա արեցի, դա բավարար չի։ Ինքը արդեն տրամադրում է, որ ձևը սա է, պահանջը սա է ու ինքը կարա անի։ Դե բնականաբար մենք էլ այդ ամեն ինչով թե նյութատեխնիկական, թե իհարկե մանկավարժական, իհարկե աշխատանքները դուրս են գալիս մեր դասի սահմաններից, հետազոտության սահմաններից եւ ես կարծում եմ, որ դա նաև նպաստում է երեխաները, որ տեսնեն անմիջականությունը շատ այսպես հավեսով գործին են կպնում եւ այնտեղ ոչ թե կա դասախոս, ուսանող ինչ-որ հակամարտություն, որ վախենա, խուսափի, ինչ-որ քաշվի դասախոսից, այնտեղ կա շատ լուրջ ախոյան, այդ ախոյանը խնդիրը իրագործելն է, այ դա է մեր ախոյանը։ Ինքը չի ստացվում, մենք պետքա դա ջարդելով, քայլ առ քայլ կատարենք, այսպես ծալենք եւ անպայման հաջողացնենք։ Ուրեմն նպատակը դա է եւ իհարկե մենք առաջիկայում մեծ այսպես process ենք սկսելու։ Ես առաջիկայում ցանկություն ունեմ կապվելու ուրեմն Հայաստանում աշխատող գործող եւ ոչ միայն Հայաստանում գործող մեր գործընկերների հայտնի եւ ոչ այդքան հայտնի ոլորտային ընկերությունների հետ անպայման, որովհետև մեր չեն թաքցնի, որ մեր հնարավորությունները, համեստ հնարավորությունները այդքան էլ հայտնի չեն մեր նշված հայտնի ընկերությունների ներկայացուցիչներին։ Նրանց պետք է բացատրել, հրավիրել, նրանց հետ պետք է կոնտակտ ստեղծել։ Այո, մենք կարող ենք իրենց համար լավ որակյալ աշխատուժ պատրաստել։ Դրա համար նրանց պետք է աստիճանաբար ծանոթացել մեր արդյունքների, աշխատանքների եւ իհարկե նաեւ նրանց շատ ցանկալի է ներառել նաեւ մեր դասապրոցեսի ուրեմն գործընթացները։ Ես կարծում եմ, որ այս մոդելը իհարկե բավարար չի, մի փոքր օղակ էլ կա այստեղ, եթե թույլ կտաք դրա մասին ասեմ։ Շատ ցանկալի է, որ մեր մասնաճյուղում, մեր ֆակուլտետում ես այդպես եմ տեսնում։ Ոչ միանգամից աստիճանաբար process-ը բերի, այս մոտեցումները բերեն նրան, որ լինեն առանձին պրոբլեմային լաբորատորիաներ, ուղղություններ։
ամեն մեկը զբաղվի իրեն ուղղությամբ, ասենք մի լաբորատորիա զբաղվի էներգետիկայով, մեկը զբաղվի այսպես անտառտնտեսությամբ, խելացի անտառների կառավարում, իդեպ մենք դրա մեջ էլ ունենք շատ լուրջ արդյունքներ, ես ուղղակի չթվարկեցի, ասեցի 2 տասնյակից ավել, նո մոտավորապես հիմա մեր բանի մեջ լաբորատորիայում մոտ 70-80 այդպիսի կարգի աշխատանքներ կան, իդեպ երեխաների ոչ մի աշխատանքը մենք այսպես մի կողմ չենք դետում, մեր մոտ հիմա մասնաշենքում շատ լուրջ հաճելի շինարարական աշխատանքներ են, վերակառուցման աշխատանքներ են եւ առայժմ չասեմ առաջ չենք գնեմ ասելու համար, բայց մոտ 1 տարի հետո մեր ֆակուլտետում կլինի լրիվ անճանաչելի հաճելի միջավայր, պայմաններ։ Իհարկե պետք է հիմա մենք պլանավորենք, պայմանավորվենք եւ վստահ եմ, որ 1 տարի հետո, 1 տարվա մեջ, մինչեւ այսպես մոտավորապես մյուս ուսումնական տարին սեպտեմբեր մենք լրիվ ուրիշ դեմքով կներկայացնենք եւ արդեն կունենանք նաեւ այդ աշխատանքների արժանի ցուցադրման հնարավորությունն ու տեղը։ Այդ ժամանակ իրանք մենք մեծ սիրով կհրավիրենք, կտեսնեն եւ այդ արդյունքների միջոցով մենք կարողանանք իրանց հետ ուրեմն խոսել, զրուցել։ Շնորհակալություն շատ ընկեր Յոլչյան, ես էլ եմ համոզված, որ համագործակցության, փոխադարձ փոխհասկացվածության եւ ընդհանուր նպատակների իրագործելու հարցում կշարունակվի ըստ էության աշխատանքը։ Ձեզ շատ շնորհակալություն հետաքրքիր քննարկման եւ ներկայության համար։ Ես էլ շնորհակալություն։